Եվ ժողովուրդը 400 տարով գերության մեջ էր Եգիպտոսում, գերության տանը ստրուկության եւ լծի մեջ էին 400 տարի Իսրայելը աղաղակել է Աստծուն։ Ուր է Ստեր 400 տարի է աղաղակում է Իսրայելը եւ Աստված չի պատասխանում։ Բայց եղավ մի հատ օր, երբ որ օրերը լրացան եւ Աստված պատասխանեց։ Հարց Աստծուն Ուր է իր 400 տարի։ Ուր է իր Տեր, երբ որ ժողովուրդը աղաղակում էր, թե ազատի մեզ, հա, ազատի մեզ գերությունից։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, ձեզանից շատերը կարծում են, որ Աստված լռում է իրենց կյանքում ու շատ երկար է լռե, բայց ես ուզում եմ քեզ ասեմ, Աստված ոչ թե լռում է, եւ եթե դու նկատում ես, որ նա լռում է այս սեզոնին, ապա ուզում եմ քեզ ասեմ, որ նա պատրաստվում է գերբնական զորությամբ պատասխանելու քեզ, ինչպես պատասխանեց Իսրայելին։ Ամեն։ Դու ասում ես, ես աղոթում եմ, ես մեռա աղոթելով, ես ծոմ եմ պահում, ես զոհ եմ անում ու Աստված չի պատասխանում։ Ես ուզում եմ ասեմ, ֆոկուսը տար ուղիղ Եգիպտոս, նրանք 400 տարի աղոթում էին եւ Աստված լսում էր նրանց աղաղակը եւ հիմա նորից կրկին հարց Աստծուն, ինչու 400 տարի առաջ չպատասխանեցիր, ապա պատասխանեցիր 400 տարի անց, որովհետեւ նա պատրաստում էր Մովսես անունով մարդուն, որպեսզի դուրս աներ ժողովրդին։